Բարև ձեզ, մարզական լրագրողները այսօր բնականաբար ակտիվորեն քննարկում են ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությունը, եզրափակիչ խաղը, դրամատիկ պահերը, 1000-ում նրբություններ, իսկ մենք շարունակենք դիտարկել Հայաստանի ներքին եւ արտաքին, տարածաշրջանային եւ գլոբալ աշխարհքաղաքական զարգացումները։ Հայաստանում քաղաքական գործիչները կարծես թե արդեն ամառային արձակուրդի ռեժիմում են, բայց դա բնավ չի նշանակում, թե քաղաքական գործընթացները կանգ են առել, բնավ երբեք։ Թրիպը գործնականացման փուլում է, ձևավորում է թրիպ կառավարման նոր մեխանիզմը, փոխվում են կոմունիկացիոն եւ տնտեսական տրամաբանությունները։ Այս միջոցին Ռուսաստանը շարունակելով պատերազմը Ուկրաինայում եւ գտնվելով տնտեսական ուժեղ ճնշումների ներքո, շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի պահպանի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, եւ սա կարծես թե անում է հակասական հայտարարություններով եւ գործողություններով, տեսեք մի կողմից շարունակում է տնտեսական կոշտ Սահմանափակումներ կիրառել Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից հայտարարում է, թե պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների, այդ թվում կոմունիկացիոն եւ տնտեսական հարաբերությունների կարգավորմանը։ Դե իսկ երկրի ներսում հետընտրական գործընթացները կարծես թե կամաց մարում են եւ սկսում է մի նոր փուլ, քաղաքական նոր շրջափուլը, որի սկիզբը կարելի է համարել օգոստոսի 2-3-ը, երբ կգումարվի նոր ազգային ժողովի առաջին նիստը։ Այսօր Առաջիկա 30 րոպեների ընթացքում մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչ է կատարվում հետընտրական Հայաստանում, ինչպիսի Հայաստան է ձևավորվում ընտրություններից հետո աշխարհքաղաքական այս գլոբալ փոփոխությունների համատեքստում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջին օրերի Ուշագրավ տեղեկությունը կապված է թրիպի հետ, կարող ենք արձանագրել, որ թրիպը այլևս գաղափար չէ, այլևս նախագիծ չէ, այլևս համաձայնագիր չէ, այլ իրական, գործնական, պրակտիկ ընթացք է։ Ինչ է փոխվել վերջին շաբաթների ընթացքում, ինչ փուլում ենք գտնվում։ Գլոբալ առումով հունիսի սկզբին արդեն, երբ ստորագրվեց թրիպի վերաբերյալ միջազգային համաձայնությունը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ, միջև այն դարձավ միջազգային համաձայնագիր, որը պետք է վավերացում անցնի եւ վավերացումից հետո արդեն մենք կունենանք պարտավորություններ։ Բայց ասել թե այն արդեն իրականացվող ծրագիր է, ես չէի շտապի, որովհետեւ դեռևս գործողություններ հողի վրա չենք տեսնում։ Մեկ անգամ ես հիշում եմ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե էքսկավատոր ուղարկելը դեռ շուտ է, ես կարծում եմ հիմա էլ արդեն ուշ է, լավ կլիներ, որ էքսկավատորները այնտեղ աշխատեին վաղուց։ Հուսանք, որ լավատեսական կանխատեսումները կիրականանան եւ մինչեւ տարվա վերջ հողի վրա աշխատանքները կտեսնենք, որից հետո կարելի կլինի ասել, որ այո, սա արդեն իրականացվող նախագիծ։ Ձեր ասած էքսկավատորները ուղարկելու համար պետք է կառավարման մեխանիզմ, որը ստեղծվում է, արդեն ձևավորվում է, ավելին արդեն ղեկավար է նշանակվել, եւ այս նշանակման շուրջ էլ բավական հետաքրքիր արձագանքներ եւ մեկնաբանություններ կան, դուք ինչ տեսակետ ունեք Ռուսաստանում ծնված եւ Միացյալ Նահանգներ տեղափոխված ամերիկացի ներդրողի նշանակման առնչությամբ։ Գիտեք, ըստ էության որոշումը կայացվել է Վաշինգտոնում, որոշումը կայացրել է անձամբ Տրամպը, ինչը նշանակում է, որ այն տրամաբանությունը, որը կա այս ծրագրի շուրջ, այդ տրամաբանությունը ենթադրել է գոնե Վաշինգտոնում, որ այս մարդը կարող է իրականացնել ըստ էության։ Հաշվի առնելով այն, որ Սոկոլովը նաև ծանոթ է Հայաստանի Հանրապետության բիզնես միջավայրին, տնտեսական ծրագրերում ներկայություն ունի Հայաստանում, գուցե դա դեր է խաղացել որոշակիորեն, առավել ևս որ նա Միացյալ Նահանգների քաղաքացի է, նա հանրապետական կուսակցության անդամ է, նա Տրամպի մերձավոր շրջապատից է, ես որևէ անհանգստություն այս նշանակման առիթով չեմ տեսնում։ Իսկ ինչպես է վերաբերում այն պնդումներին կամ տեսակետներին, որ այս նշանակումը ոչ միայն այն պատճառով է, որ ինչպես դուք եք ասում, ունակ է կարողանա իրագործել, կատարել, այլ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ ունի եւ սա քաղաքական ազդակ է։ Եթե ազդակ է։ Ճիշտ ասած չեմ տեսնում քաղաքական ազդակ, ամենայն հավանականությամբ։ Մի մասն ասում է, որ սա քաղաքական ազդակ է Ռուսաստանին, որ տեսեք հենց ձեր երկրում ծնված է, այստեղ պիտի մեր շահերը ներկայացնի, մյուս մասն էլ ասում է, որ որպեսզի ավելի հասկանալի լեզվով խոսի Ռուսաստանի հետ։ Գիտեք, ես չեմ
այդպես չեն մտածում Վաշինգտոնում, այդպես չի մտածում ամերիկյան քաղաքական վերնախավը, այդպես կարող է մտածել Կրեմլը, այդպես մտածում է այո Ռուսաստանը, այդպես մտածում է հետխորհրդային ամբողջ տարածաշրջանը, բայց օրինակ Չինաստանում էլ այդպես չեն մտածում։ Բացարձակապես նման տրամաբանությունը հասկանալի չէ, ընկալելի չէ Միացյալ Նահանգների պաշտոնյաների համար, սկսած, չգիտեմ, սենատորներից, այլ պաշտոնական անձանցից, փորձագետներից նման տրամաբանություն չի աշխատում։ Նրանք չեն ընտրում մարդուն, որպեսզի ռևերանս անեն նրա ծննդավայրին։ Նրանք ընտրում են մարդուն հաշվի առնելով նրա հավատարմությունը, նրա ունակությունները, թիմի անդամ լինելը, նրա այդ աշխատելու հարմարությունը, այդ հատվածում, որտեղ որ այդ մարդուն պիտի ուղարկեն աշխատելու, նրա գիտելիքները, այդ հատվածի մասին նրա գիտելիքները եւ այլն։ Խոսելը կարող է որոշակիորեն ազդեցություն ունենալ, այն որ ամենայն հավանականությամբ Սոկոլովը ռուսերեն գիտի, գուցե սա որոշակի նշանակություն ունեցել է, բայց ծննդավայրը պետք է ուղղակի դուրս գալ այն պատկերացումից, որ մարդկանց ընտրություն են կատարում հաշվի առնելով թե նա որտեղ է ծնվել։ Միացյալ Նահանգներում նման բան չկա։ Միացյալ Նահանգներում մարդկանց ընտրելիս ցանկացած աշխատանքի համար երբևէ որևէ մեկի ծննդավայրը հաշվի չի առնվում, եթե իհարկե դա չգիտեմ նախապատերազմյան Աֆղանստանը կամ հասկանալի է։ Մենք անընդհատ եւ շարունակաբար խոսում ենք թրիպի մասին, օգոստոսի 8-ից հետո այս ամբողջ ընթացքում վերջին շաբաթների ընթացքում առավել եւս կարծում եք հայ հասարակության համար մինչեւ վերջ հասկանալի է թրիպի էությունը, նշանակությունը։ Ոչ, ես ոչ միայն կարծում եմ, այլև անձնական փորձով գիտեմ, որ հասարակության շատ մեծ շերտեր չեն պատկերացնում, թե ինչ է իրենց ներկայացնում տրիպը։ Ինչու անձնական փորձով գիտեմ, որովհետև մեր կենտրոնը հայկական խորհուրդը հանդիպումների շարք է անցկացնում Հայաստանի համայնքներում, մենք 30-ից ավելի համայնքներ արդեն այցելել ենք եւ շարունակում ենք այդ հանդիպումները։ Այդ հանդիպումների ժամանակ մենք ուրեմն խոսում ենք տրիպի մասին, ներկայացնում ենք տրիպի էությունը եւ ակնհայտ է դառնում, որ մարդիկ բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ է տրիպը, կարծում են, թե տրիպը ինչ որ ճանապարհ է, որը Հայաստանը տալիս է Ադրբեջանին, որ Նախիջևանի հետ կապվի, չգիտեն, որ օրինակ Հայաստանը անցնելով տրիպով անցնելիս ադրբեջանցիները մաքսեր են վճարելու, չգիտեն, որ ստուգումներ են անցնելու, եթե դրա անհրաժեշտությունը հայ մաքսավորը կամ այլ պաշտոնյան տեսնի, չգիտեն թե ինչ է նշանակում օրինակ 74-26% այդ բաժանումը, ինչի 74%-ն է Միացյալ Նահանգներին է, ինչի 26%-ն է Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն շատ մեծ բաց կա այստեղ հայ հասարակությունում եւ իհարկե մենք փորձում ենք այդ բացը լրացնել, բայց մեր ուժերը ակնհայտորեն անբավարար են։ Ես պիտի ասեի, այդ բացը փորձում եք դուք լրացնել, ձեր ուժերը ակնհայտորեն անբավարար է, մեր ժամանակն էլ այդքան չի հերիքի, որպեսզի մանրամասնորեն ներկայացնենք։ Հիմա եթե փորձենք մեկ նախադասությունով ասել, թե ինչ է իրենից ներկայացնում տրիպը, որը կլիներ այդ նախադասությունը։ Տրիպը Հայաստանի միջազգային տնտեսական պրոյեկտներից մեկն է, հարյուրավորներից մեկը, հարյուրավոր միջազգային տնտեսական պրոյեկտներ ունի Հայաստանի Հանրապետությունը, սկսած երկաթուղիներից մինչև Զվարթնոտ օդանավակայան եւ այլն, դրանց մեկն էլ տրիպն է, որտեղ Հայաստանը միջազգային գործընկերներից մեկի հետևյալ դեպքում Միացյալ Նահանգների հետ գումար է աշխատելու եւ որոշակի տրամաբանությամբ բաժանելու է, ինչպես բոլոր այդ հարյուրավոր դեպքերում այլ գործընկերների հետ։ Որ երկրին է ստանալու ամենամեծ ռազմավարական շահը։ Տրիպից եթե իրականանում է, վերջնականում։ Ամենամեծ ռազմավարական շահը ստանալու է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի շահերը այս հարցում համընկնում են ամբողջությամբ։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության շահերը ամբողջությամբ համընկնում են, Եվրամիությունը փորձում է եւ դա շատ լավ է մեզ համար, ես ողջունում եմ, փորձում է ինքը եւս ներառվել ենթակառուցվածքների շրջանակներում, իհարկե տրիպի հարցում Եվրամիությունը չի կարող ներառվել, որովհետեւ դա զուտ հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց տրիպը այդպես կտրված չէ ընդհանուր ենթակառուցվածքային ծրագրերից, այդ երկաթուղին Հայաստանով անցնելուց հետո մտնելու է Նախիջևան, Նախիջևանից հետո հուսում եք նորից մտնելու է Հայաստանի Հանրապետություն եւ այդ ամբողջ հատվածում թե Նախիջևանում Ադրբեջանի տարածքում, թե Հայաստանի Հանրապետությունում երասկից վեր դեպի Վրաստան, դեպի Գյումրի, դեպի Կարս, եթե աշխատեն այդ երկաթգծերը, Եվրամիությունը կարող է ներդրումներ անել եւ այդ ներդրումները կարող են շատ մեծ շահույթներ բերել Եվրամիությանը, բայց նորից գլխավոր ռազմավարական շահը այդտեղ կունենա Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը Նախիջևանի մասը։ Իսկ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը համընկնում են երկարաժամկետ կտրվածքում։ Այո, իհարկե, Հայաստանը
եւ Միացյալ Նահանգները պայմանավորվել են թրիպի մասով 49 գումարած 50 տարով, այսինքն 99 տարով, դա ակնհայտորեն երկարաժամկետ պայմանավորվածություն է, առավել եւս, որ այն ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն եւ կաշխատեն, դրանք գործելու են կապելու համար արևմուտքը արևելքի հետ եւ այդտեղ Միացյալ Նահանգները ներկայություն է ունենալու։ Սա Միացյալ Նահանգների ակնհայտ ռազմավարական շահն է, բայց եւս մեկ անգամ չեմ զլանակրկնել Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահը այստեղ ամենաշատն է իրացվում։ Իրան եւ Ռուսաստան նույն կերպ են գնահատում թրիպը։ Բացարձակապես ոչ։ Որտեղ է տարբերությունը, որտեղ է շատ մեծ նմանությունը։ տարբերություն կա հետեւյալում։ Իրանի համար թրիպը, եթե որպես մարտահրավեր դիտարկենք, թեև այնտեղ հնարավորություն կա, հիմա կասեմ, Իրանի համար թրիպի մարտահրավերը այն է, որ Միացյալ Նահանգների ներկայությունը լինելու, տնտեսական իհարկե ներկայությունը լինելու իր մի հատվածում։ Ռուսաստանի համար մարտահրավերը նրանում է, որ Ռուսաստանը կարծում է, թե սա իր ազդեցության գոտին է դեռևս, եւ իր ազդեցության գոտում իր մրցակից Միացյալ Նահանգները գործընթաց է իրականացնում, որտեղ ինքը շահ չունի։ Այս տրամաբանությունները բացարձակ մեկը մյուսի հետ կապ չունեն։ Եթե Իրանի դեպքում Հայաստանը կարող է հնարավորություններ ստեղծել Իրանի համար եւ դրա մասին խոսել են մեր պաշտոնյաները իրանցի գործընկերների հետ, Իրանում բավական մեծ հետաքրքրություն կա նաեւ տրիպի հնարավորությունների վերաբերյալ, այնինչ խոստացա ես ասել, օրինակ այն, որ հնարավոր է երկաթգծով կապվել Վրաստանի հետ եւ Վրաստանի նավահանգիստներ դուրս գալ, երբ տրիպը աշխատի, որովհետեւ տրիպը մտնում է Նախիջևան, Ջուլֆայից Իրանը կարող է միանալ, գալ Երասխով, Գյումրիով, կարսել գնալ դեպի Թուրքիայի կողմ, բայց հիմնականում գնալ Թբիլիսիով դեպի Վրաստանի նավահանգիստներ։ Սա հնարավորություն է Իրանի համար։ Ռուսաստանի համար սա խնդիր է, որովհետեւ օրինակ Հայաստանը, Ադրբեջանը, միջինասիական երկրները, չմոռանանք, որ տրիպլյուս է, որտեղ միջինասիական ծրագրեր որոշակի պետք է ներառվեն, նույն Իրանը կարող են օգտվել ենթակառուցվածքներից տարածաշրջանի առանց Ռուսաստանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելու։ Այն ինչ հնարավոր չէր պատկերացնել օրինակ 10 տարի առաջ։ Դուք պատկերացնում եք առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, նկատի ունեմ Ռուսաստանի կառավարման հանձնված հայկական երկաթուղիներ եւ թրիպ։ Դա ամենամեծ խնդիրն է այս պահին, որը պետք է լուծի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բայց պետք է լուծի, Հայաստանի իշխանությունները չունեն այս խնդրից առանց ուրեմն ռիսկի դուրս գալու տարբերակ, պիտի լուծեն այդ խնդիրը։ Եթե նրանք այդ խնդիրը չեն լուծում, տրիպի իմաստը կորում է իրականում։ Գոնե Հայաստանի Հանրապետության համար կորում է, որովհետև Թուրքիան կարող է կառուցել եւ ավարտին հասցնել Կարճ Նախիջևան երկաթգիծը, թրիպը կարող են օգտագործել ինչ-որ չափով Հայաստան ինչ-որ բան տալու իմաստով, բայց այնինչ ես անընդհատ նշում եմ, որ այստեղ ամենաշատը իրացում է Հայաստանի ռազմավարական շահը, եթե կոնսենսայի խնդիրը չի լուծվում, եթե Ռուսաստանը, ռուսական ընկերությունը շարունակում է կառավարել Հայաստանի երկաթուղիները, ապա Հայաստանի ռազմավարական շահի իրացումը տասնյակ անգամներ տոկոսներով ընկնում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է լուծել, Հայաստանը հայտարարություններ է անում, ինչ հայտարարությունների մասին էլ մենք խոսել ենք, բայց արդյունքում ինչ է ստացվում, Հայաստանը կարծում եք հիմա պատրաստ է, կարող է ու իզորու է լուծել այդ հարցը, թե պիտի Ամերիկան օգնի այդ հարցում։ Բոլորը պիտի օգնեն այդ հարցում, եւ Միացյալ Նահանգները, եւ Եվրոպան, եւ նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը որոշակիորեն պետք է օգնեն, եթե ցանկանում են, որ այդ ենթակառուցվածքները բացվեն, աշխատեն, եթե անկեղծ են իրենց միտումներում, ոչ թե փորձում են Հայաստանը շրջանցել եւ Հայաստանը ոչինչ չստանա, իսկ իրենք ստանան։ Բոլորը պետք է օգնեն Հայաստանի Հանրապետության, Չինաստանը պետք է օգնի, եթե ցանկանում է ունենալ այլընտրանքներ այդ հյուսիսային ճանապարհին Ռուսաստանի եւ այդ այլընտրանքը լինի անվտանգ եւ աշխատող։ Բոլորը պետք է մեզ օգնեն, բայց գլխավոր անելիքը Հայաստանի իշխանություններն է։ Հայաստանի իշխանությունները այս խնդիրը պետք է լուծեն։ Ինչ գնով ուզում են։ Թրիպը վերջնականապես փակում է նոյեմբերի 9-րդ կետի տրամաբանությունը։ Բնականաբար ոչ միայն 9-րդ կետի տրամաբանությունը, թրիպի ուրեմն վավերացմամբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դառնում է պատմական փաստաթուղթ։ Այն այլևս իրավական որևէ հիմք չի ունենում, որովհետև եկեք անկեղծ լինենք, առաջին 8 կետը փաստացի որևէ կերպ իրացված չեն, վերջին այդպես ջղաձգումները Ռուսաստանի մոտ 9-րդ կետի շուրջ են վերջին ժամանակներս եւ ոչ միայն Ռուսաստանի, եկեք հիշենք, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում էլ կան դերակատարներ, ովքեր ջղաձգվում են նոյեմբերի 9-րդ կետի չիրականացման ըստ իրենց պատկերացումների վերաբերյալ, բայց երբ թրիպը կառուցվում է նոյեմբերի 9-րդ կետն էլ արդեն անիմաստ է դառնում, հետեւաբար ստացվում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը բացարձակապես պատմական փաստաթուղթ է դառնում առանց որևէ իրավական
հիմնական հենքի։ Ինչպես եք վերաբերում այն տեսակետներին, թե նոյեմբերի 9-ի 9-րդ կետը միջանցքային տրամաբանություններ որոշակի ինքնիշխանության տարրերով, իսկ թրիպը ինքնիշխանություն է որոշակի միջանցքային տարրերով։ Բացարձակ համաձայն չեմ, նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ռուսական մեկնաբանությունը, որովհետև հայկական մեկնաբանությունը այլ էր, ռուսական եւ ադրբեջանական մեկնաբանությունները դասական արտատարածքային միջանցքի մասին էին բացարձակապես որևէ ինքնիշխանություն չենթադրող։ Եկեք հիշենք, որ 2022 թվականի օգոստոսին Հայաստանի կառավարությունը նամակ է ստացել, որտեղ ռուսական կողմը խնդրել է կամ առաջարկել է հողհատկացում կատարել, որպեսզի պատ կառուցի եւ այնտեղ շլագբաումներ, ուղեփակոցներ տրվեն, ինչը նշանակում է ըստ էության, որ այդ հատվածում Հայաստանի ծառայությունները չէին գործելու, որտեղ եթե կառուցված է պատի մի կողմը Իրանի սահմանն է, որտեղ այն ժամանակ միայն ռուս սահմանապահներ էին, հայ սահմանապահներ չկային, հիմա է 50-50 հարաբերությամբ պատը պետք է վերահսկեն բնականաբար ռուսական FSB-ի ներկայացուցիչները եւ այդ հատված բուտք գործել հայ պաշտոնյան չէր կարողանալու ոստիկանը, չգիտեմ, այլ ծառայությունների ներկայացուցիչները չէին կարող։ Սա դասական արտատարածքային միջանցք է։ Ներողություն վերջացնեմ, թրիպը արտատարածքային միջանցքի որևէ հատկանիշ չունի, որովհետեւ թրիպի տարբերությունը Հայաստանում գործող մնացած բոլոր ուրեմն ենթակառուցվածքներից կամ այլ միջազգային համաձայնություններ պարունակող ծրագրերից միայն մեկ բանում է, որ փաստաթղթերը Հայաստանի ծառայությունների ներկայացուցիչներին ներկայացնելու է ոչ թե ադրբեջանցին, որը ցանկանում է անցնել, այլ թրիպ ընկերության աշխատակիցը։ Այստեղ ինքնիշխանության հետ կապված որևէ տարընթերցում կամ որևէ մարտահրավեր ես չեմ տեսնում։ Սա մեր մեկնաբանությամբ թրիպի եւ նոյեմբերի 9-ի, իսկ մեզ համար մտահոգիչ պիտի լինի, թե պիտի չլինի այն, որ Ռուսաստանի համար դերևս կարծես թե այդ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի տրամաբանությունը կա, արդիական է եւ նույնիսկ նրանք եթե խոսում են հարավային Կովկասի մասին հայ-ադրբեջանական հարաբերությունների, տնտեսական, լոգիստիկ հարցերը լուծելու համար, ասում են մենք աջակցենք, որի հիմքում պետք է լինի եռակողմ հայտարարությունների այդ տրամաբանությունը փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց-Free News-ի եթերում, ես զրուցում եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, մենք խոսում էինք մեր առաջի հատվածում խոսեցինք ամբողջությամբ թրիպի մասին եւ իհարկե պիտի շոշափվեր նաեւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի տրամաբանությունը, հարցս այն էր, թե մտահոգիչ բան կա այնտեղ, որ Ռուսաստանի համար նոյեմբերի 9-ը դեռ շարունակում է ակտուալ մնալ։ Գիտեք, ես իմ խոսքում նշեցի նաեւ, որ Ռուսաստանը կարծում է, թե այս տարածությունը դեռևս իր ազդեցության գոտին է։ Իրականությունը բոլորովին այլ է։ Ընդ որում միայն մեր հարցում չէ, որ Կրեմլում պատկերացումները չեն համապատասխանում այն իրականությանը, որը գոյություն ունի։ Եկեք հիշենք, թե քանի անգամ է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը զեկուցել Ռուսաստանի նախագահին, որ ինչ որ քաղաք են գրավել Ուկրաինայում։ Մի քաղաք կա, որ 4-5 անգամ իրենք զեկուցել են, որ գրավել են, 4-5 անգամ արդեն հաշվել են, որ դա Ռուսաստանի մաս է, հետագայում եկել պարզորը նորից են գրավել իրենց քաղաքը, որ մի քանի անգամ արդեն գրավել էին։ Չի համապատասխանում իրականությանը Կրեմլի պատկերացումները, ընդ որում մի շատ կարևոր բան կա, եկեք հաշվի առնենք, այստեղ ոչ միայն խնդիրը նրանում է, որ Կրեմլում մանիպուլացնում են եւ ներկայացնում են այն ինչը չկա։ Գլխավոր խնդիրը, շատ ավելի սուր խնդիր է այն, որ Կրեմլում հենց այդպես էլ մտածում են։ Շատ հարցերի վերաբերյալ անձամբ Պուտինը, նրա նախարարները, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը եւ այլն, այն ինչ ասում են, իրենց պատկերացումով այդպես են նստած։ Իրենք կարծում են, որ դեռ ոչինչ չի փոխվել եւ կարծում են, որ դեռ Հայաստանը եւ Ադրբեջանը հետ խորհրդային պետություններ են, որոնք կախված են իրենցից եւ իրենք կարող են որոշումների կայացման հարցում վճռական դերակատարում ունենալ։ Երբ որ դա այդպես չի լինում, ինչ որ որոշում է կայացում, որտեղ իրենք մասնակից չեն լինում, նրանք անկեղծորեն զարմանում են։ Իրականությունը սա է, պետք է հաշվի նստել այս իրականությունը չկա, որ իրավիճակը փոխվել։ Գիտեք, ես կարծում եմ տեղեկացնողները շատ դեպքերում ուղղակի վախենում են պատմել իրականությունը, որովհետև կարող է իրենց տեղից թռնել լավագույն դեպքում, վատագույն դեպքում կարող է ինչ-որ պատուհանից թռնել։ Մենք անդադ որ խոսում ենք Ռուսաստանի մասին, բնականաբար շոշափում ենք նաև ռուս-ուկրաինական պատերազմը հենց ռազմական տեսանկյունից, բայց սա նաև տնտեսական պատերազմ է Ռուսաստանի համար։ Բնականաբար սա դասական հիբրիդային պատերազմ է, որը ուղեկցվում է նաև թեժ կոնվենցիոնալ պատերազմով, որտեղ Ռուսաստանը եւ Ուկրաինան օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները։ Տեսեք, ընդամենը օրեր առաջ ուկրաինացիները ռմբակոծեցին Վայլդբերիսի պահեստը,
Մոսկվայում, ինչը ակնհայտորեն տնտեսական շատ լուրջ ազդեցություն ունեցավ, ընդ որում շատ հետաքրքիր վերլուծություններ կան, որ Ռուսաստանում շատ ավելի սուր ընդունել են այդպեսի պայեստի պայթեցումը, քան նավթավերամշակման գործարանների պայթեցումը, որովհետև ի վերջո նավթավերամշակման գործարանները պետությանն են, իսկ Վայտբերիզը մի քանի օլիգարխների է, ովքեր սնում են այդ պետությանը, եւ պետության ներկայացուցիչները, անձամբ Ռուսաստանի նախագահը, բավական դժվար հարցերի առջև են այստեղ կանգնած, երբ բենզին չկա, բենզինի հարցը նա կարողանում է լուծել եւ այդ օլիգարխները իրեն հարցեր չեն տալիս, բայց երբ պայթում են այդ օլիգարխների ապրանքները, որոնցից նրանք պետք է միլիոններ աշխատեին, այդ օլիգարխները գալիս եւ հարցնում են Պուտինին, լավ, ի վերջո միջև ուր այսպես, արդեն սկսել են մեր տներին մոտենալ, ինչպես դասական հումորն են ասում։ Իսկ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցների փաթեթը ինչ կփոխի։ Կարծում եմ մի քանի ուղղությամբ Ռուսաստանի նկատմամբ տեղի են ունենում ճնշումներ պատերազմի տրամաբանության մեջ, մենք ասացինք, որ հիբրիդային գործընթացներ են, որտեղ տնտեսականը փոխկապվում է միջազգային պատժամիջոցների հետ, իհարկե ռազմական հարվածների հետ, մշակութային իմիջիայլոց հարթությունում են հարվածներ գնում եւ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցների փաթեթը գալիս է այդ ճնշումը ավելի ուժեղացնելու Ռուսաստանի նկատմամբ։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը այս իրավիճակում շատ երկար կարողանա դիմանալ, առավել եւս որ բավական համառ խոսակցություններ են ընթանում, որ Չինաստանում արդեն սկսել են նյարդայնանալ նրանից ինչ տեղ է ունենում ռուս-ուկրաինական պատերազմում, որովհետեւ ի վերջո Պուտինը ոչ միայն իր ներքին լսանին, ոչ միայն իր շրջապատին էր հավաստիացրել, որ կարճ ժամանակով մտնում են Ուկրաինա բավական մեծ տարածքներ գրավելու, բավական մեծ հնարավորություններ ստանալու, եւ հնարավորություններով հետո նա վարձահատույց կլինի այն մարդկանց, ովքեր գումարներ են ներդրել, ովքեր իրենց մասնակցություն են բերել։ Պուտինը դա հավաստիացրել է նաեւ որոշ խաղացողների, որոնց մեջ օրինակ Չինաստանն է։ Եվ հիմա անցնել է արդեն 4.5 տարի, մոտենում ենք 5-րդ տարվան, 5-րդ տարին է մոտենում եւ փաստացի միայն ծախսում է Ռուսաստանը, բայց ըստ էության պատերազմը նրա համար էր, որ կարճ ծախսերով հետագայում մեծ եկամուտներ կարողանային ունենալ։ Այդ մեծակայած եկամուտներից պիտի օգտվեր նաև Չինաստանը։ Հիմա Չինաստանը որոշակիորեն օգտվում է, քանի որ շատ էժան ըստ որոշ խոսակցությունների գաղտնի է իհարկե գինը, բայց ըստ որոշ խոսակցությունների շատ էժան նավթ է գնում Ռուսաստանից, բայց դա էլ անվերջ լինել չի կարող։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահի առաջարկը այս նոր պատժամիջոցների փաթեթում ներառել նաև Իրանը, սա ինչ կփոխի հարավային Կովկասի կյանքում, Հայաստանի կյանքում։ Գիտեք, Տրամպը փորձում է օղակը նաև Իրանի շուրջ։ Մենք տեսնում ենք, որ այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել, չեմ սխալվում, հունիսի 18-ին ըստ էության քանդվում են, չեն իրականում։ Իրանը բավական ակտիվ կերպով սկսել է հարվածել Միացյալ Նահանգների ռազմաբազային վերականգնել է այսքան հարվածները, Իսրայելը իր հերթին հարվածում է Իրանին, Միացյալ Նահանգները դեռևս հապաղում է, բայց Տրամպի վերջին օրերի հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ հապաղելն ժամանակավոր է։ Իմիջիայլոց եկեք չմոռանանք, որ Միացյալ Նահանգների այդ ռազմածովային ուժերը դեռևս չեն լքել Պարսից ծոցը եւ այնտեղ կանգնած են։ Ներողություն, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները դեռևս չի դիտարկում ամբողջապես դադարեցնել։ Ավելին ավելացնում է հիմա կարծես։ Այո, ավելացնում են իրենց հնարավորությունները եւ տնտեսական օղակի սեղմումն էլ Իրանի շուրջ նույն ինչ ասացինք Ռուսաստանի մասին, Իրանի շուրջ օղակի սեղմումն էլ իր հերթին ենթադրում է, որ Իրանը դեռևս դիմակայում է եւ չի ցանկանում գնալ համաձայնությունների այն պայմաններով, ինչ պայմաններ անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգներն էլ դեռևս ռեսուրսներ ունի սեղմելու այդ օղակը։ Հայ-ռուսական հարավային Կովկասում դա ինչ կփոխի, ըստ էության ոչինչ։ Եթե իհարկե Իրանը հանկարծ չորոշի այդպես գնալ վաբանկ եւ օրինակ կրակել պոտենցիալ տրիպի կառուցման հատվածին եւ այլն, բայց դրա նախադրյալներ ես չեմ տեսնում։ Իսկ հայ-ռուսական հարաբերություններում ինչ է կատարվում եւ հայ-ռուսական հարաբերությունները եւ Ռուսաստանը հարավային Կովկասում։ Այս տրամաբանության մեջ ինչ է կատարվում։ Ես քիչ առաջ նշեցի, որ մի կողմից Ռուսաստանը շարունակում է տնտեսական կոշտ պատժամիջոցներ, սահմանափակումներ կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մյուս կողմից հայտարարում է, որ պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորման, այդ թվում կոմունիկացիաների բացմանը, տնտեսական հարաբերությունների կարգավորում։ Այս հակասությունը ինչպես բացատրել։ Ուշադրություն դարձրեք, որ Ռուսաստանը դա չի հայտարարում Հայաստանին։ Ռուսաստանը դա հայտարարում է Ադրբեջանին։ Ուրեմն այդ հայտարարությունը արել է Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ժամանակ։ Ինչու՞, որովհետև
ըստ էության խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում կարծիք է թևածում, որ Հայաստանի ուղղությամբ այլևս սեղմելու միջոցով փոխել մտադրությունը հնարավոր չէ, եկեք փորձենք Ադրբեջանի միջոցով դա անենք։ Ադրբեջանը փորձում են գնել, այսպես ասենք, Ադրբեջանը կվաճառվի թե չի վաճառվի, կախված է իհարկե գնից։ Բայց իմ կարծիքով չի վաճառվի, որովհետև այն գինը, որը Ադրբեջանը կցանկանա, Ռուսաստանը տալ չի կարող, չունի Ռուսաստանը այդ գինը, որ կարողանա տալ։ Ադրբեջանը կարող էր վաճառվել, եթե Ռուսաստանը Ադրբեջանին տար Արցախը։ Ադրբեջանը դա արդեն ստացել է։ Ռուսաստան, ընդ որում որոշ չափով նաև Ռուսաստանից, գոնե վերջին հատվածում Ռուսաստանից։ Դրա դիմաց Ադրբեջանը ինչ որ բան Ռուսաստանին արդեն տվել է, այսինքն այդ գործարքը արդեն կայացել է։ Կրկնակի վաճառել Արցախը Ադրբեջանին Ռուսաստանը չի կարողանա, չունի այդ ռեսուրսը։ Այլ բան վաճառելուց հետ վերի նորից վաճառի։ Այլ բան վաճառել Ադրբեջանին, այլ բան չունի, որը այս բանին հետաքրքիր Ադրբեջանը, այնպես որ Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումները կարծում եք ժամանակավոր են, թե արդեն երկարաժամկետ քաղաքականություն։ Գիտեք, այս արդեն մեկ անգամ ես կարծիք հայտնել եմ եւ չեմ փոխել իմ կարծիքը, ըստ էության մենք մտել ենք կայուն ճնշումների փուլ, երբ ճնշումները չեն խորանում, բայց այդպես էականորեն չեն էլ մեղմանում։ Այսինքն որոշակի միջնաժամկետ հավանաբար հեռանկարում այդ ճնշումները դեռ կմնան, շատ չեն խորանա, շատ խնդիրներ չեն առաջանա, առավել եւս որ ելակի սեզոնը վերջացավ, Ծիրանի սեզոնը արդեն վերջանում է, այո, գալիս է օրինակ խաղողի ժամանակամիջոցը, այստեղ էլ կլինեն որոշակի ճնշումներ, բայց չեն խորանա ինչու, որովհետև այնուամենայնիվ Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերությունների որոշակի մակարդակ ապահովել։ Շատ ապրանքներ կան, դե տեսեք, Ռուսաստանը փակում է գյուղմթերքը։ Դե թող փակի հանկարծ Հայաստանից գնացող էլեկտրոտեխնիկա։ Լավ, գյուղմթերքը փակում է, տնտեսական սահմանափակումները, Հայաստանը կարծես թե ադապտացվում է, Հայաստանը դիվերսիֆիկացնում է տնտեսությունը, Հայաստանը նոր շուկաներ է գտնում, ամեն օր տեղեկություններ, բայց կա որևէ վտանգ, որևէ ռիսկ, որի մասին այսօր գրեթե ոչ ոք չի խոսում, բայց որը կարող է լինել եւ մեծ բացասական ազդեցություն գործել Հայաստանի վրա։ Ռուսաստանի կողմից նկատի ունեք։ Ես կարծում եմ Ռուսաստանը երկու բան չի արել դեռևս Հայաստանի նկատմամբ, ահաբեկչություն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի նմանությամբ եւ ուղիղ հարված, այսինքն ռմբակոծել Երևանը կամ Հայաստանի մարզերը, երկուսի հավանականությունները այս բան շատ փոքր եմ գնահատում, ահաբեկչությունը շատ փոքր եմ գնահատում, որովհետև 99 թվականի նման միջավայր չկա, այնուամենայնիվ Հայաստանի շուրջ այլ դերակատարներ կան, ովքեր աչալրջորեն հետևում են, որ Հայաստանում նման բան չկրկնվի, եւ երկրորդ գործոնը Հայաստանին ուղիղ ռմբակոծելը այս պահին Ռուսաստանի համար ընդհանրապես ցանկալի չէ, դա կլինի երկրորդ ճակատ բացել, կապ չունի որ ուղղությամբ, նա Ուկրաինայում շատ բարդ վիճակում է։ Ես գիտեմ, որ ձեր կենտրոնը եւ դուք համահեղինակ եք որոշակի ժամանակ առաջ անդրադարձել եք Հայաստանի կախվածություններին Ռուսաստանից եւ անհրաժեշտ քայլերին։ Դուք այդտեղ դիտարկում եք միայն տնտեսական կախվածությունները, թե նաև քաղաքական։ Ի վերջո Ռուսաստանը ներկայացված է նաև Հայաստանի քաղաքական դաշտում։ Բոլոր կախվածությունների մասին ենք մենք այդտեղ խոսել, ինչ հնարավոր ինչ որ տեսել ենք, ենթակառուցվածքային, տնտեսական, որի մասին ասացիք, էներգետիկ, ֆիզիկական կախվածություններ, օրինակ Հայաստանի Հանրապետությունը բավական մեծ թվով մարդիկ կան, ովքեր ունեն ռուսական անձնագրեր, սա եւս կախվածություն է, եւ այլն, այո, քաղաքական կախվածություններ, ահաբեկչական, այնինչ ես նշեցի, գործողությունների հնարավոր ռիսկեր եւ այլն, բայց ես մի կարևոր բան նշեմ, որ անցնող ժամանակահատվածում մոտավորապես երևի 1.5 տարի է անցել նրանից, երբ մենք հրապարակեցինք այդ աշխատությունը, իրավիճակը էականորեն փոխվել է, բավական չափով Հայաստանը դիվերսիֆիկացրել է իր հնարավորությունները եւ կախվածությունները որոշակիորեն մեղմացել են։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանը այս պահին չունի լծակներ Հայաստանը խեղդելու։ Այլ հարց է, որ նա այդ լծակները օգտագործելու ռեսուրսներ դեռևս չունի, բայց եթե պատկերացնեք մի պահ, որ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվում է, Ռուսաստանը կարողանում է վերականգնել պատժամիջոցներից դուրս գալ եւ կարողանում է հայացքը ուղղել մեր կողմը, այդ լծակները, որոնք նա ունի, օգտագործելու հնարավորություններ կստանա։ Դրա համար Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է շատ ավելի մեծ արագությամբ շարունակել այդ դիվերսիֆիկացման գործընթացը, որպեսզի նույնիսկ այդ զարգացման դեպքում, եթե Ռուսաստանը ավարտի, եթե մեջ կուղղի, եթե շուռ կա նայի մեր կողմ, լծակները չբավարարեն Հայաստանը խեղդելու։ Մենք չհասցրեցինք խոսել Հայաստանի ներքաղաքական հետընտրական զարգացումներից, դա բավական մեծ այսպես բաժին կլիներ, բայց մեկ հարցով փորձենք ամփոփել, ինչ
Ինչպիսի քաղաքական աշուն եք կանխատեսում։ Մեկ այլ առիթով ուզում եմ ավելի խորը քննարկենք, բայց այս բանը պետք է նշել, որ չեմ տեսնում որևէ լուրջ ինչ-որ ճգնաժամային զարգացում։ Լինելու է սովորական քաղաքական աշուն, գալու են ազգային ժողով իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը եւ երկու խմբակցությունները, բնականաբար ազգային ժողովի քննարկումները լինելու են այնպես ինչպես նախորդ ազգային ժողովի քննարկումներն էին, մեկը մյուսին մեղադրելու տրամաբանության մեջ, բայց ոչ ավելին։ Եվ մեր զրույցի վերջում բլից հատվածը, բլից հարցեր եւ արագ պատասխաններ, թրիփ ավելի շատ հնարավորություն է թե ռիսկ։ Հնարավորություն։ Լավրովի հայտարարությունը անկեղծ է թե տակտիկական։ Տակտիկական է ուղղված Ադրբեջանին։ ԱՄՆ թե ԵՄ, ով է այսօր ավելի ազդեցիկ Հայաստանում։ Երևի Եվրամիությունը մի փոքր ավելի ազդեցիկ է, անկախ նրանից, որ տրիպը Միացյալ Նահանգների հետ է արվում։ Հայաստանը կարող է ամբողջությամբ դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Գիտեք, եթե դիվերսիֆիկացում ասելով հասկանում ենք հավասարաչափ տնտեսական հարաբերություններ ունենալ տարբեր ուղղություններով, ապա այո։ Եթե կարծում ենք, որ դիվերսիֆիկացումը նշանակում է Ռուսաստանի դուրս մղում, ապա ոչ։ Ռուսաստանի շուկան դեռ անփոխարինելի է։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ոչ։ Ծառուկյանը կվերադառնա մեծ քաղաքականություն։ Չեմ կարծում, ամենայն հավանականությամբ հաշվի առնելով թե տարիքը, թե տեղնոցած զարգացումները, եթե Ծառուկյանին հաջողվի դուրս բրծնել այս խնդիրներից, նա իմ կանխատեսմամբ կզբաղվի իր տնտեսական գործունեությամբ։ Աշնանը ազգային ժողովի ընդդիմությունը կակտիվանա փողոցում։ Չունեն ռեսուրս փողոցում ակտիվանալու, գուցե ինչ որ ակցիաներ իրականացնել ինչ տեսել ենք նախկինում, բայց դրանք որևէ արդյունք չեն տա։ Քաղաքական աշունը թեժ չի լինելու։ Չէ։ Որն է այս տարվա ամենակարևոր աշխարհակաղակական իրադարձությունը։ Այս տարվա ամենակարևոր աշխարհակաղակական իրադարձությունը կնշեմ այն ինչով սկսել ենք մեր հաղորդումը, հավանաբար ֆուտբոլի աշխարհի առաջացումն է։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հեռուստադիտողը հիշեր մեր այս զրույցից։ Այն ինչ մի քանի անգամ ասացի, նորից կրկնեմ։ Տրիպից ամենաշատ շահողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք փորձեցինք հասկանալ ոչ միայն ընթացիկ քաղաքական իրադարձությունները, այլև այդ իրադարձությունների համատեքստում ձևավորվող աշխարհակաղակականությունը, ընդհանուր իրավիճակը, իսկ արժևում առաջիկա տարին Հայաստանի համար լինելու է ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական որոշումների ժամանակաշրջան, որոշումներ, որոնց ազդեցությունը Հայաստանը զգալու է առաջիկա 5-ամյակի կամ գուցե ավելի տարիների ընթացքում։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Խևոնդյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։